Հիմա սկսել են իմպիչմենտի գործընթաց։ Դա ի՞նչ է կոչվում։ Իմպիչմենտի գործընթաց առանց այդ գոնե անհրաժեշտ երկու ձայների, որը սկսեն, եւ հստակ իմանալով, որ մնացածները քվեարկելուն դրա դեմ են չի քվեարկել։ Ես կարծում եմ, դա հերթական մանիպուլյացիա է բոլորս հիմա։ Դե պարզ ասեք, պատիվ ունեմ հանրապետական կուսակցությունը զբաղված է մանիպուլյացիայով։ Ինչով է զբաղված։ Ես կրկնում եմ, նրանք զբաղվում են նրանով, որ ինչով, դուք լավ հարց տվեցիք։ Ինչպես է լեգիտիմացվել օրվա իշխանությունը։ Մարտի, կներեք, մայիսի 9-ին 2018 թվականին եղած ազգային ժողովը քվեարկել է եւ ընտրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Առանց այդ լեգիտիմացման Եվրոպան չէր ճանաչի։ Եվ դա նշանակում է, որ այսօր, որ հարցնում ես ինչու է կարել, ասում են ժողովուրդը ճնշմանդակ, ասել ենք արյունահեղություն չէ, հիմա նույնն է կրկնվում։ Հիմա այդ երկու ուժերը ճանաչում եմ շատերին, հարգում եմ անձնապես, բայց այդ երկու խմբակցությունները եւս այսօր կրկնում են այդ նույն բանը, որ քանի որ կա ժողովրդից պահանջ, իրենք ջանքեր են կիրառում, որ դա իրականացնեն, որովհետեւ չեն ուզում, որ լինի բախում համաձայն այդ գաղափարի համաձայնողների հետ եւ նրանց ովքեր համաձայն չի։ Դա կներեք, ես այդպես չի որ ամենախելոքն եմ քաղաքագիտական մտքեր եմ արտահայտում, որի հավասարը չկա, ոչ, բայց ես ասում եմ, այս 7 տարվա ընթացքում դա փաստորեն երկրորդ անգամ է, երբ որ կլեգիտիմացվի այս իշխանությունների իրենց տեղերում մնալը։ Դե իրենք ասում են մենք կսկսենք, ժողովուրդը դուրս կգա, ժողովրդի ընդվզման, չէ եկեք պարզելի ասենք։ Իրենք ասում են մենք կսկսենք, ժողովուրդը դուրս կգա ընդվզման։ Չի դուրս գալու ժողովուրդը։ Բա ինչով է զբաղված այդ դեպքում։ Պատիվ ունեմ ու բանը ամբողջ օրը Նարեկ Մալյանը շանտաժ անում, չգիտեմ, եւ նաեւ երբեմն իր խուլիգանական հայտարարություններ թույլ տալիս, ասելով որ երկրորդ նախագահը ուզում է որ Նիկոլ Փաշինյանը մնա։ Ասենք անգամ այսպիսի բաներ այլ թույլ տալիս։ Ի տարբերություն շատերին, որ ասում են իմացիալ ձևով, երկրորդը, երրորդը, դա այդպես չի։ Ես համոզված եմ, որ սրանք քաղաքական սխալներ են, նույն 21 թվականի մասնակցությունը այդքան անփառունակ, բոլորը դրանք քաղաքական սխալներ են։ Այդ քաղաքական սխալները շատ ծանր բեռ են դառնում Հայաստանի ամեն մեկիս վրա եւ հայության ամբողջ հայության վրա եւ ես կարծում եմ դա ոչ թե մտածված որ սպասարկեն ոչ դա հերթական էլի եմ ասում իմ համեստ կարծիքով հերթական քաղաքական սխալն է եւ եթե մենք չենք կարողանում անել ճիշտը պետք չի անել սխալը։ Հիմա տեսեք, այսինքն այս իմպիչմենտի գործընթացը սկսել են, ակնհայտ է որ ձախեղել են, այդքան ձայն չկա եւ հերթական անգամ պատիվ ունեմը հանրապետականի աջակցությամբ նպաստելու են որ լեգիտիմացնեն Նիկոլին։ Ոչ թե նպաստում են, նրանց արածը բերելու է նրան հետևանքը։ Խե, բա չեն հասկանում ինչ են անում։ Գիտեք ոնց է, ես 21 թվականին ունեցել եմ հնարավորություն կապվել այդ խմբերից մեկի ղեկավարներից մեկի հետ եւ ասել եմ դուք գիտեք որ վատ է վիճակը ինձ ասել են մի անհանգստացեք մենք հաղթում ենք մեծ մասը ժողովրդի մեզ համար է քվեարկելու այդ անձը չէր խափում այդ անձը սխալ այսինքն կարող է իրենց մղումների մեջ ազնիվ են բայց իրենք տանելու են ես համոզված եմ որ հաշվարկները ինչպես 18 թվականին որ արյուն չթափվի, դու ճիշտ ես, ես սխալ եմ, երկուսդ էլ սխալ եք, եկեք մի անգամ գոնե սրտանց դա ասեմ, և այդ առումով կրկնում եմ, այսօր շարունակվում են արդեն կայացած քաղաքական ուժերի կողմից, հերթական իմ կարծիքով համեստ քաղաքական սխալը, այն ինչ որ